Սևանալճում խեցգետնի ապօրինի որսի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Եթե 2024-ի ողջ տարվա ընթացքում 2700, ապա այս տարվա 7 ամսում լճից մոտ 1014 խեցգետնոր սիչ է դուրս բերվել։ Վերահսկողական աշխատանքներում ներգրավված են Սևան ազգային պարկի աշխատակիցներն ու շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունը։ Սա աննախադեպ է 2021 թվականից, որ լճից դուրս է բերում խեցգետնավորսիչները, իսկ եթե գնանք այս ետ նայենք 4-5 տարվա ընթացքում լճից քանի խեցգետնավորսիչ է, դրանց թիվը հնարավոր է 10,000-ից անցնի։ Սևանում խեցգետնի որսը արգելված է։ Մնացականյանի խոսքով այս արգելքն ու ապօրինի որսի կանխարգելումը խեցգետնի պաշարների վերականգնման առումով կարևոր նշանակություն ունեն։ Խեցգետնի պաշարների առումով համեմատենք վերջի 4-5 տարվա պաշարներին, այս 25 թվի համեմատ պաշարները կարելի ասել կրկնապատկվել են նախկին պաշարներին, բայց մենք եթե այս սկզբունքով առաջնորդվենք, վստահ եմ, որ առաջիկայում մեր նախկին տարիներում, որ ունեցել ենք այդ պաշարները, վերականգնելու ենք անպայման։ Հայտնաբերված խեցգետնորսիչների տերերը հիմնականում սակայն չեն հայտնաբերվում։ Դրանց թակարդը հայտնված խեցգետինները բաց են թողնվում լիճ։ Արձանագրություն է կազմում եւ ուղարկում է բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմին, դրա շրջանակներում վարույթ է կազմում եւ գանքի չափը որոշում է տեսչական մարմինը, իսկ եթե տիրազուրկ են լինում, տուգանք այդտեղ արդեն չի լինում։ Վերահսկողության նույն մեխանիզմները կիրառվում են նաեւ Սիգի արդյունագործական որսի արգելքի շրջանում ապօրինի գործունեության կանխարգելման ուղղությամբ։ Արդյունագործական ձկնորսությունը այս պահին նոյեմբերի 20-ն է մինչև, նոյեմբերի 20-ից հետո ձկան ձվադրման ժամանակահատվածն է մինչև հունվարի 20-ը եւ այդ ժամանակահատվածում խիստ արգելք է Սևանալճից ձուկ որսելը։ Սիգի պաշարները ավելացել են եւ գնալով ավելանալու են, որովհետեւ միջոցառումները եւ վերահսկողությունը շուրջօրյա 24 ժամյա եւ արվում է ամեն ինչ, որ ապօրինի որսը կանխել եւ դրա շուրջ աշխատանքները տարվում են, կարծում եմ կգա մի ժամանակ, որ բացառապես ապօրինի որսը իսպառ բացակայի Սևանալճից։ Ապօրինի որսի դեմ պայքարում արդեն 2 տարի ներգրավված են նաև ոստիկանության ջրային բարեկային ծառայությունը։ 25 թվականի ընթացքում ջրային բարեկային ծառայությունը արգելավել է շուրջ տոննայից ավել, 1063 կիլոգրամ ձուկ, այդ կապված թե որսագողության, թե ձկան տեղափոխման դեպքերի հետ կապված։ Ծառայություն իրականացնում ենք նաև Սևան ազգային պարկի աշխատակիցների, բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ միասին։ Բացի վերահսկողությունից իրականացվում է նաև լճի մաքրման աշխատանքներ։ Այս տարի ազգային պարկը հասցրել է մաքրել լճի շուրջ 19 հեկտար տարածք։ Քրիստինե Թորոսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։